2018-ից թիվ գուցե հստակ չասեք, բայց գոնե մոտավոր հեղափոխությունից հետո մենք պատրաստում ենք գնալ ապահովագրության, բայց ավելին նաև մարզայինին է վերաբերում։ Մարզային քանի պոլիկլինիկա, քանի հիվանդանոց է 0-ից կառուցվել կամ վերանորոգվել եւ մասնագետների ոսկից խոսեցին, կա արդյոք այնտեղ թափուր տեղերի կարիք, որ պետք է լրացվի, մինչեւ որ ապահովագրությունը նաև կապ ունենել իրար հետ պիտի սկսի գործել եւ մարզային հիվանդանոցների առումով վստահեցնում եք, որ բոլոր մարզերում հասանելիության խնդիր չի լինելու։ Օրինակ Սյունիքի հեռավոր գյուղից պարտադիր չեն գալու հասնել Կապան կամ հետո հասնեն Երևան։ Ձեր հարցին այսպես պատասխանեմ, նայեք, նախ 2018-ից չէ, մեր երկիրը 90-ական թվականներից ըստ էության խոսում, ծրագրում, բազմաթիվ ապահովագրության ներդրման նախագծեր է ունեցել, քննարկել եւ այս գործընթացը կարելի է ասել մեր անկախության տարիներից հետո մեկնարկել է։ Ինչ վերաբերվում է նրան, որ մարզային բժշկական կենտրոնների հասանելիության արդյոք ապահովումը մասնագիտական, որակյալ եւ այլն չափորոշիչներով 100% է, որ սկսենք ապահովագրություն, հարցի պատասխանը ոչ է։ Ինչու՞, որովհետեւ տեսեք, մեր ապահովագրությունը երկու նպատակ ունի։ Նախ ֆինանսական միջոցները ճիշտ ուղղել, որպեսզի դրանք նպաստեն բժշկական կենտրոնների զարգացմանը, եթե մենք ծառայություններ չգնենք, մարզային բժշկական կենտրոնները չեն զարգանա, չեն կարողանա ապահովել այդ ծառայությունները։ Հենց որ ստեղծվում է պահանջարկ, առաջարկը միանգամից դրան ուրեմն զուգահեռ ստեղծվում է։ Եվ մենք սա տեսնում ենք մեր վերջին տարիների հենց պետպատվերի ծավալների ավելացումով։ Ի շնորհիվ պետպատվերի ծավալների կրկնակի ավելացման, այսօր համեմատելի ծավալների շրջանակով կրկնակիից ավելացել են մարզային բժշկական կենտրոնների ծառայությունների ծավալները։ Եվ սա իրար օգնող գործընթաց է լինելու, այսինքն չեն կարող են հավի ձվի համակարգը պատրաստվի կանգնի, որ հետո սկսի ապահովագրություն կամ ֆինանսավորում։ Այս երկու process-ները պիտի իրար օգնելով նպաստեն, որ մենք հասնենք։ Եվ երկրորդը, մեզ համար կարևորը առաջնայինը, որ մեր քաղաքացին իրեն ծառայությունը այսօր, որը հասանելի է Հայաստանում վճարունակ քաղաքացու համար, նույն նման հասանելի լինի։ Հիմա տեսեք, եթե Մեղրիի քաղաքացին այսօր որևէ ծառայություն ստիպված է գալ Կապանից ստանալ, որտեղ Մեղրիում չկա, մեզ համար կարևորը այն է, որ նա կարողանա գալ Կապանից ստանալ, եւ դա նորմալ է, որ որոշ ծառայություններ նա կստանա Կապանից, կամ չեմ իմանում, Արարատից կգա Երևանում կստանա։ Այսօր հարցը նրանում չի, որ Արարատում դժգոհությունը այնքան նրանում չի, որ Արարատում, չգիտեմ, նեյրովիրաբուժական ծառայությունները հասանելի չեն, այլ խնդիրը նրանում է, որ Երևանում հասանելի ծառայությունները այս անձին հասանելի չեն, որովհետև չի կարողանում դրանց համար վճարել։ Սա է մեր խնդիրը, որ պիտի լուծենք։ Բայց մենք չասացիք եք քանի հիվանդանոց։ Դե հիմա այս պահին չեմ կարող ասել։ Ես նշեցի, որ 13-ից 13 կամ 15, հիմա չեմ հիշում ավարտական արդեն հանձնվածների, բայց կտրամադրենք։ Եվ մեր խոստումը կառավարության ծրագրով առնվազն 50 առողջապահական կազմակերպություններն են, որը մենք մեր բոլոր ջանքերը ներդնելով պիտի ապահովենք։